Նարկում ենք հարց համար 15-ը Հայաստանի Հանրապետության համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդասյան։ Համեցեք, պարոն Խուդասյան։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման ենք ներկայացնում համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 միլիարդ 124 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 14 համայնքի 18 ծրագիր, որից ուրեմն մեկական ծրագիր Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում, Արմավիրի մարզում և Գեղարքունիքում 3-ական ծրագիր և Լոռու մարզում 6 ծրագիր։ Պարոն վարչապետ, պիտի ասեմ, որ սույն որոշման հաստատմամբ մենք արդեն 2025 թվականի պետական բյուջեից կունենանք պետական բյուջեի մասով միայն 7.6 միլիարդ դրամի պետական մասի համաֆինանսավորում այս տարվա համար, այսքան է։ Միայն բյուջեի մասը 7.6։ Միայն պետական մասնաբաժնի մասով այս որոշումն էլ հետը կլինի 7.6 միլիարդ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, ավանդույթի համաձայն հրապարակեմ, թե որ նախագծերի մասին է խոսքը Արագածոտնի մարզում Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի, Արտաշավան, Բազմաղբյուր, Կարբի, Ղազարավան, Նոր, Երզնկա, Ուշի, Սաղմոսավան, Սասունիկ, Փարպի և Օհանավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատման շինարարական աշխատանքների իրականացում։ Կատարված է աշխատանքների 70%-ը, հիմնանորոգվել է 16 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Արարատի մարզում Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրում մանկապարտեզի կառուցում։ Աշխատանքները ավարտվել են, կառուցվել է 100 սանի համար նախատեսված մանկապարտեզ։ Արմավիրի մարզում Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում, որը ավարտվել է։ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս, Առատաշեն և Լուսագյուղ բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում, աշխատանքները ավարտվել են, 250 տնային տնտեսության համար կառուցվել է ոռոգման ցանց, ոռոգելի տարածքը 100 հեկտար։ Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի բարեկարգում։ Կատարվել է աշխատանքների 95%-ը, բարեկարգվում է 2470 քառակուսի մետր տարածք։ Գեղարքունիքի մարզում Գավառ համայնքի Գեղարքունիք և Լանջաղբյուր բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցում։ Կատարված է աշխատանքների 90%-ը, Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում ոռոգման ջրատարի կառուցում։ Կատարված է աշխատանքների 85%-ը։ Մարտունի համայնքի Երանոց բնակավայրի մանկապարտեզի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում։ Գույքը ամբողջությամբ մատակարարվել է։ Լոռու մարզում Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի գլխավոր փողոցների լուսավորության համակարգի արդիականացում։ Կատարվել է աշխատանքների 95%-ը։ Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի քաղաքային այգու և ալեյայի անցուղու մի հատվածի բարեկարգում։ Կատարվել է աշխատանքների 95%-ը։ Թումանյան համայնքի Թումանյան բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի նորոգում, կատարված է աշխատանքների 80%-ը, վերանորոգվում է 20 բազմաբնակարան շենքերի 32 շքամուտք։ Թումանյան համայնքի Թումանյան բնակավայրի 5-րդ փողոցի սալարկում տուֆով, կատարված է աշխատանքների 95%-ը։ Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի ներհամայնքային փողոցների հիմնանորոգում, կատարված է շինարարական աշխատանքների 70%-ը։ Տաշիր համայնքի Նորաշեն, Ապավեն, Արծնի և Սարչապետ բնակավայրերի ճանապարհների սալարկում, կատարված է աշխատանքների 70%-ը։ Կոտայքի մարզում Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրում ոռոգման համակարգի ներքին ցանցի վերանորոգման և կառուցման աշխատանքներ։ Ավարտված է աշխատանքը, կառուցվել է 1.6 կիլոմետր ջրատար, ոռոգելի հողատարածքը 4 հեկտար։ Շիրակի մարզում Ախորյան համայնքի Մարմաշեն բնակավայրում խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ։ Կատարված է շինարարական աշխատանքների 80%-ը։ Տավուշի մարզում Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Այգեստան փողոցից դեպի Ասլանյան փողոց միացնող հատվածի և հարակից նրբանցքի հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով, կատարված է աշխատանքների
95%։ Ահա սրանք էին հարգելի գործընկերներ այն նախագծերը, որոնք այս որոշմամբ ֆինանսավորում ենք։ Կան դիտարկումներ, լրացուցիչ հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։